Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն, եւ Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը անիրատեսական է համարում Փաշինյանի հայտարարությունը։ Արցախյան շարժումը մեկ մարդ չի սկսել, որ մեկ մարդ էլ ավարտին հասցնի։ Աստված մի արասցե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ճանաչի Արցախ-Ադրբեջանի կազմում, դա չի նշանակում, որ Արցախի հայության ինքնորոշման իրացված իրավունքի հարցը մեջտեղից դուրս է գալիս։ Ոչ, այդպիսի բան չկա։ Այո, դա ցավալի է, դա ողբերգական է, դա ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարը կարող է նման դատողություն արտաբերել, բայց դրանով չի նշանակում, որ վերջ, փակվեց Արցախի հարցը, ավարտված է, այլևս խաղաղություն հաստատվեց, ոչ։ Փաշինյանը հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Պուտինին ասել ոչ միայն Թրամփի, այլև նրա ներդրումն է մեծ։ Արձագանքելով Պուտինն ասել է. ԱՄՆ նախագահն ակտիվորեն ներգրաված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կարևոր է պահպանել հարաբերությունները, մանավանդ որ ենթակառուցվածքների ապաշրջապակումը նկատելի է արդեն։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատված խաղաղությունը հաստատուն չէ, քանի դեռ Ադրբեջանում են պահվում հայ գերիները, հիշեցնում է քաղաքագետը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չի հաստատվել նախ առաջինը, որպես այդպիսին գոյություն չունի ստորագրված վերջնական փաստաթուղթ, եւ եթե նույնիսկ թվացial խաղաղություն է, դա խաղաղություն չէ, դա իրականության մեջ այսպես առերևույթ խաղաղություն է, որովհետեւ երբ որ երկրների միջև հաստատվում է խաղաղություն, դա չի կարող համարվել խաղաղություն, քանի որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանում, եւ եթե խաղաղություն է հաստատված, ապա մեր գերիները ինչու են գտնվում Ադրբեջանում, եւ բացի դրանից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200 ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։